Մի զվարճալի պատմություն պատմեմ, ուրեմն Բոթասները սակա, երբ որ հասանք ծներին, Բոթասներից խրճվեց, իսկ Զապաս Բոթաս չէր վերցնել, բայց մեքենայի մեջ ֆուտբոլի մարզած գեստներ միշտ ու հիմա ահա այս սիրուն Nike Tiempo-ներով եմ ֆրֆռում Թբիլիսիում, տեսա գրամ ինձ Բոթաս ատեմ։ Անձրևոտ եղանակ, նոր բոթոներ, գնանք մամուլի ասուլիսին։ Վրաստանի հավաքականի ասուլիսին ցավոք մենք չհասանք, փոխարենը ներկա եղանք Ջոն Վան Ցխիպի ասուլիսին, որին նա ներկայացրել Արթուր Սերոբյանի հետ միասին։ Ասուլիսը ամբողջությամբ կարող եք դիտել ուրիշ ֆուտբոլ YouTube ալիքում։ Հայք ինչպես եկար հասար Վրաստան։ Ինքնաթիռով Հայաստանի հավաքականի հետ ժամանեցինք Թբիլիսի, սպասում ենք վաղվա հանդիպմանը, իսկ այժմ սպասում ենք ասուլիսին։ Իսկ ինչ սպասում եք նրանց։ Սպասում եմ, որ այս անգամ Հայաստանի հավաքականը հարձակման գծում շատ ավելի լավ է խաղալու եւ առնվազն 2 գոլ խփելու է։ Ոչ 4։ 2 առայժմ։ Երկուսը ոչինչ չի տալիս, է։ Ըստ երկուսը թե երբ կխփենք, ըստ դրա արդեն կհասկանանք հետո երբ է պետք երրորդը։ Ոչ առանձնապես ասուլիսը, ոչ էլ եղանակը չէին ստեղծել այնպիսի տրամադրություն, որպեսզի հաճույքով մասնակցենք նախախաղային մարզմանը, մի բան էլ վրացի սեքյուրիթիները մեդիա բեյջ ունեցող լրագրողներին չէին ցանկանում թողնել մոտ խաղադաշտին։ Այստեղ խառնվեցին ՀՖՖ մամուլի բաժնի աշխատակիցները եւ ամեն ինչ հարթեցին, մենք էլ անցանք ավելի մոտ մեր ֆուտբոլիստներին տեսնելու եւ նկարահանում կատարելու։ Ահա նաև իմ նոր բոթասները։ Ոնց որ սկսվում է, հա? Բախը սկսել է։ Պրոստը շատ շուտ չտարայքն ես մի բան չի։ Բախը լծածի։ Աշխարհի ամենախնդալու պատմությունը Լացիոյի ու Ռոմայի ֆորմեկով մարդիկ, մեկը Ռեալի բարեշիկը նսը Մանչեսթերի։ Չես ես Լացիոն եմ բանը։ Պետք է նկարի անպայման։ Davay, ես մեկը տևեր։ Ինչ խոսք Խինկալին էլ անմահակա ժամանեց, Անուշ Դավոջան։ Իմ երկիրը կամ Իտալիան է, կամ Ֆրանսիան է, կամ Անգլիան է։ Ոչ։ Լավ, ուրիշ բան ասեմ, լավ, զրոյացան։ Հա, չէ, հա, ջրին էլի, հա։ Դե այդ մեկուսը հարց եմ դրեցնում ջրին, այդ ծովին, ծովը ուրիշ է։ Էսի ջուր է, էսը լա ջուր, էսը լա։ Ասիմ եմ ես դիտությունների։ Ես Անգլիա, Ֆրանսիա, Իտալիայից եմ։ Իմ երկիրը երբևէ եվրո կամ աշխարհ հաղթել է։ Այո։ Հաղթել է աշխարհ։ Այո։ Հաղթել է։ Ես իսպանացի, իտալացի կամ անգլիացի եմ։ Այո։ Ես իսպանացի եմ։ Ոչ։ Ես ուրեմն իտալացի անգլիացի։ Ես կամ գերմանացի եմ, կամ իտալացի եմ։ Ես կրեցի ես խաղան, հենց է ստացել, որ ես Ռանոսն էի։ Արցակ ես գիտեմ ով եմ։ Ասա, ասա։ Ավեր կծեք ոչև։ Այդ իր ազգությունը կարաս հասկանաս, ասես որ կլուբում խաղաց է։ Այո, Ռոբի ախտանա։ Վաղն էլ հաղթեց Ռոբ ջան 4-1։ Ես անգլիացի արձակվող եմ, որը խաղացել է Լիվերպուլում։ Որը կարելն արդենից կապարվել է։ Ես սպիտակամոտ եմ։ Սպիտակ անգլիացի։ Ես Բորնի խաղացել եմ։ Յոպե Պիտեր Կրաուչը Լոնդոն Տոտենհեմ խաղացել է։ Պիտեր Կրաուչը չի։ Ես բացի Լիվերպուլից ուրիշ թոփ ակումբ Անգլիայում թոփ 6 խաղացել եմ։ Top 6 չէ ոնց։ Ողջույն բոլորին, այսօր մարտի 23-ն է, մենք Թբիլիսիում ենք եւ այսօր Հայաստանի հավաքականը
Ազգային լիգայի play-off փուլի պատասխան խաղում կմրցի Վրաստանի հավաքականի հետ։ Այո, առաջին խաղից հետո հաշիվը այսպես մեղմ ասած ցուցադրող չէ։ Մենք տանը պարտվեցինք 0-3 հաշվով, բայց այսօր նոր խաղ է եւ նոր էջ այս դիմակայությունում։ 3 շատ բուրըն երեկո ունեցանք, տղաները դեռ քնած են, թեև ինչպես մատուցողներ ասում են, ճաճան ձեր գլխին է տալու բան, այնուամենայնիվ 1.5 լիտր ճաճան եւ 3 լիտր գարեջուրը այդքան էլ այսօր իր հետևանքները չեն թողել։ Ես էլ առավոտյան որոշել եմ մի փոքր զբոսնեմ, մինչ տղաները կարթնանան եւ նաեւ զրուցեմ ձեզ հետ այսօրվա սպասվող խաղի մասին եւ երեկվա տպավորությունների մասին։ Դե ինչ, բաժանորդագրվեք ուրիշ ֆուտբոլ YouTube ալիքին, դրեք լայք այս վիդեոն եւ միացեք զանգակը, գնացինք։ Խոստացել էի, որ պետք է խոսենք, այո, խոսենք երեկվա նախախաղային մարզման եւ ասուլիսի մասին, մինչ հասնենք այսօրվա երթին։ Նախ սկսեմ նայած, որ ճանապարհը մեզ տահաճ անակնկալ մատուցեց, Հայաստանում այնքան ձնապատ էր ճանապարհը, որ թվում էր, թե Վրաստանի սահմանին մենք չենք հասնի այդ օրը, բայց ամեն ինչ բարեհաջող ընթացավ եւ մենք անցանք սահմանը, հասանք Թբիլիսի, որտեղ այսօր արդեն եղանակը բավական լավ է։ Այսօր քաղաքում կան նաեւ բազմաթիվ երկրպագուներ, շատերին այսօր հանդիպել ենք առավոտյան արդեն Հայաստանի դրոշներով եւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համազգեստներով, ուրախալի է, որ անկախ այն հաշվից, որը գրանցվեց Երևանում, մեր հայրենակիցները, մեր հավաքականի երկրպագուները եկել են Թբիլիսի եւ այսօր աջակցելու են մեր հավաքականին, որպեսզի մեր տղաները լավ խաղան։ Իսկ արդեն մնացածը կախված է մեր տղաներից։ Մեր տղաներից 23-ից, բացի 1-ից 24-րդից Հրանտ Լեոն Ռանոսից, ով լքել է հավաքականի ճամբարը, ինչպես Վանցխիպն ասեց, նա ցանկանում էր լինել մեկնարկային կազմում, բայց այդպիսի պահանջ մարզչի առջև դնելը խաղացողի կողմից, ինչպես մարզիչն ասեց, ճիշտ չէ եւ նա արդեն հեռացել է հավաքականից։ Իմ կարծիքով այդ ամենը եղել է մի փոքր այլ կերպ եւ իմ ունեցած ինֆորմացիայով Ռանոսը ոչ թե պահանջել է մեկնարկային կազմում տեղ, այլ նա ասել է. արդյոք եթե ես այսօր, այսինքն արդեն այսօր չեմ խաղալու, ավելի լավ կլինի ես գնամ տուն, կպնեմ իմ գործերին, պարապեմ եւ ավելի լավ մարզավիճակում հետո վերադառնամ։ Հիմնականում կարծում խոսքը եղել է ոչ թե մեկնարկային կազմի, այլ ընդհանուր խաղալու հետ կապված, ինչը Վանցխիպը չի կարացել խոսք տալ, թեև բոլորս էլ հասկանում ենք, որ Միրյանյանի եւ Կալոկյանի ոչ այդքան հաջող խաղի պարագայում առաջին խաղում ամենայն հավանականությամբ Ռանոսը պատասխան խաղում րոպեներ կստանար։ Դա միգուցե հասկանում էր նաև Հրանտը, բայց միգուցե ցանկությունն այնքան մեծ էր խաղալու եւ հաջողության բերելու, որ նա գնաց այդ քայլի։ Իհարկե, մինչև վերջ չեն կարող իմանալ բոլոր մանրամասները, բայց հուսով եմ, որ այս պատմությունը երկար չի տևի եւ մենք շուտով կրկին Ռանոսին կտեսնենք հավաքականում ավելի լավ մարզավիճակում, կրկին գոլեր խփելուց եւ ինչպես նրա առաջին երկու խաղերից հետո բոլորս նրան ցանկանում էինք մշտապես տեսնել հավաքականում եւ նույն մարզավիճակում, հենց նույն ցանկությամբ եւ նույն տպավորություններով կշարունակենք նրան ցանկանալ տեսնել հավաքականում։ Պետք չէ մոռանալ այն ամենը, ինչ նա արել է մեր հավաքականի համար, այն ուրախ պահերը, որ նա մեզ պարգևել է եւ միանգամից գամել նրան անարգանքի սյանը, ոչ մի դեպքում պետք չէ այդպես վարվել, նա մերն է, նա մեր ֆուտբոլիստն է եւ եթե ինչ որ պարագայում անգամ նա օքեբանական ծանր վիճակում է եղել, կարծում եմ, որ մենք եւս պետք է ճիշտ կերպով արձագանքենք եւ աջակցենք։ Դա առաջին հերթին նաև պետք է անեն նրա թիմակիցները, այն մարդիկ, ովքեր մշտապես նրա հետ գտնվում են հավաքականի ճամբարում եւ մշտապես շփման մեջ են նրա հետ։ Ինչու դա տեղի չի ունեցել, չգիտեմ ինչու տեղի չի ունեցել, բայց դա եւս խոսում է այն մասին, որ մեր հավաքականում մթնոլորտը այնքան էլ լավը չէ, այնքան էլ միահամուռ չէ եւ ֆուտբոլիստները միմյանց հետ այնպիսի լավ միջանձնային հարաբերությունների մեջ չեն, որքան մենք դա կցանկանայինք։ Ամեն դեպքում առջևում Վրաստանի հավաքականի հետ խաղն է, մենք կլինենք երթին, կտեսնենք ինչպես է այն ընթանում եւ
մեր երկրպագուների հետ միասին կշարժվենք Բորիս Պայչաձեի անվան Դինամոյի մարզադաշտ եւ կհետևենք Հայաստանի հավաքականի խաղին։ Ընդհանուր ասեմ, որ բավական հաճելի, լավ մթնոլորտ եղանակ, լավ ժամանակ եք անցկացնում, երեք լավ խմել էինք, գիշերը լավ քնել ենք, այսօր էլ պատրաստում ենք ուրիշ ֆուտբոլ դիտել։ Չմոռանաք բաժանորդագրվել ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքին, դնել լայք այս վիդեոն եւ միացնել զանգակը, որը քիչ առաջ հնչում էր, կհանդիպենք արդեն երթին գնացինք։ Մեր երկրպագուների հրաշալի երթից քայլերթից հետո ժամանակն է արդեն գտնել մեդիայի մուտքը եւ տեսնել թե ինչ կա արդեն տարածքում, ինչ է կատարվում մեդիա տրիբունայում եւ սպասել մեկնարկային կազմերի։ Իմացանք թերևս ամենակարևորը, որ պետք է գտնենք ամուտքը, որտեղից եւ անմիջապես կարելի է մուտք գործել մեդիայի աշխատակիցներին, գնանք տեսնենք որքան հեշտ կլինի մուտք գործել այստեղ Դինամո մարզադաշտում, արդեն մեր տրիբունայից բավական հեռու ենք եւ լավ մեր տեսադաշտում են լինելու մեր երկրպագուները։ Ֆուտբոլ են խաղում, A-ից B, B-ից A, ոչ մեկ չգիտի որտեղից պետքա բեջով մարդիկ մտնեն ներս, այսինքն մի հատ անկազմակերպ վիճակ։ Այո, վերջապես ներսում ենք, գտանք տեղը, որտեղից պետք է մեդիան մտնի եւ գնանք տեսնենք ինչ մեկնարկային կազմեր են այսօր մեզ սպասվում։ Առաջ Հայաստան։ Շատ հաճելի մի ներփություն, խաղի ծրագիր, Վրաստանի հավաքականի պոստերով այսպիսի եւ հավաքականի մասին ինֆորմացիայով այսպիսի հետաքրքիր ծրագիր, բան, որը Հայաստանում վաղուց արդեն չեն անում։ Ահա տեսնում եք մարզադաշտը, որը առայժմ
լեցուն չէ, կարծում եմ մոտ 40,000 երկրպագու կլինի այսօր, քանի որ այս հատվածները փակ են եւ այնտեղ վերակայված են մեր երկրպագուները, այսպես վառ գույներով, հայկական եռագույներով, կարմիր, սև գունավորմամբ եւ արդեն շատ ակտիվ երկրպագում են Հայաստանի հավաքականի երկրպագուները եւ թիմերը կատարում են նախավարժանք, մեր տղաները, Վրաստանի հավաքականը եւ սպասենք հանդիպման մեկնարկին։ Կան նաեւ մեկնարկային կազմերը, այսօր բավական հետաքրքիր կազմ է նաեւ Կանադաշտ դուրս բերել Վանց խիմպը, 5 պաշտպանով ամենայն հավանականությամբ այս անգամ կխաղա մեր հավաքականը, թեև սխեմայում 4 պաշտպանով տարբերակն են մեզ առաջարկել UEFA-ի գործընկերները, տեսնենք ինչ կլինի արդյունքում իրականում։ Ասում է, էս է մեր տեղը։ Ինչպես տեսնում եք, Արտակ Դաշյանն էլ չէր մասնակցում նախավարժանքին եւ միգուցե Արտակը վնասվածք ունի եւ այդ իսկ պատճառով այսօր նրան առհասարակ չտեսնենք դաշտում։ Հանդիպումը մեկնարկեցինք եւ առայժմ 0-0 է հանդիպման երկրորդ րոպեն։ Հանդիպման 4-րդ րոպեն ինչ-որ հիմար անդրադարձ ու բաց ենք թողում առաջին գոլը։ Տեսեք 12-րդ րոպե եւ 2-0։ Մեր հավաքականը ոչինչ չի կարող առաջարկել Վրաստանի հավաքականը։ Մոտավորապես նույն վիճակն է Ջերևանում։ 26-րդ րոպե եւ երրորդ գոլն է ստացվում։ Անիմաստ է չէ բավասը։ 29-րդ րոպե բաց ենք թողում 4-րդ գոլը։ Չանչարևիչն է ոնց որ վնասված ստացել, բայց կարծում եմ դա առանձնապես ոչինչ չի փոխի, եթե անգամ դարպաս ապայի փոփոխություն լինի, որտեղ մեր թիմը այսօր ոնց որ դաշտին չլինի։ 5-0, իսկ լրագրողների համար նախատեսված տրիբունայում անգամ ծխել չի կարել։ Ոնց չծխես։ Այսքանից հետո Երակի փոխարինում հանդիպման 37-րդ րոպե, 39-րդ արդեն չգիտեմ։ Նույնիսկ 43-րդ, դա չէ ական, ուղղակի Երակի փոխարինում առաջին խաղակեսում, երբեք նման բան տեսած։ Ուդո Իվու Կամո Հովանեսյան, Երակի փոխարինում։ Առաջին խաղակեսի ամենավերջում մեզ փրկում է դարպասածողը 6-րդ գոլից։ Գնանք ընդմիջման։ Էդգար Սևիկյանը շրջադարձ հարվածով խփում է գոլ Ման Բիչաղջյանի փոխանցումից։ Կարող է հետ գանք։ Տղաներ, դավայ, ձեզ տեսնենք մի հատ ապամի ֆանտաստիկ է, 2 գոլ արարեցին։ Բարսեղյան ոնց խփեցի դարպասածողին գոլ մտներ էլի։ Իր գոլը խփեց նաև Խրիչակ Վառացխելյան երկրորդ խաղակեսի 63-րդ րոպեին եւ 6-1։ Երկրորդ խաղակեսում 1-1։ Իհարկե ցավոտ պարտություն էր։ Այս պարտությունից հետո մեր ֆուտբոլիստները մոտեցան երկրպագունեն եւ տեղ ունեցավ խոսակցություն, որը ամբողջությամբ կարող եք գտնել մեր Telegram ալիքում։ Դրանից հետո էլ տեղի ունեցավ այս տխրահռչակ իրադարձությունը, որի ժամանակ բազմաթիվ երիտասարդներ եւ ոչ միայն ներխուժեցին խաղադաշտ եւ տարբեր իրեր նետեցին դեպի մեր տրիբունա։ Ամբողջ ստադիոնը վանկարկում էր, որ ամոթ է, պետք չի անել
ինչի մասին մենք իմացանք արդեն դեպքից հետո բազմաթիվ մեկնաբանություններից մեր վիդեոյի տակ, որտեղ վրացի օգտատերը ներողություն էին խնդրում։ Դրանից հետո էլ եղավ այս ասուլիսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, Ջոն Վանցխիպի եւ Վարազդատ Հարոյանի մասնակցությամբ։ Այն եւս կարող եք գտնել մեր Telegram ալիքում, մանրամասների մասին այստեղ չեմ ցանկանում խոսել։ 22:40 րոպե նոր մարզադաշտից դուրս եկա եւ այսօրը կամար ենք ավարտված, շատ դժվար եւ բարդ օր էր եւ ծանր բոլորիս համար, թե լրագրողների, թե ֆուտբոլիստների եւ թե երկրպագուների։ Հուսով եմ ապագայում մենք կունենանք միայն հաղթանակներ։ Այս ծանր պարտությունը թեթևացնելու եւ այս ուսերից մեջքիս հատվածում ցավը չզգալու ամենալավ տարբերակը թերևս սա է։ Սպասենք նոր հաղթանակների մեր համար, Հայաստանի հավաքականի համար, առաջ Հայաստան։ Լավ եղեք։